Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին վերագրվող շուրջ 3 միլիոն դոլար կաշառքի գործով մեղադրյալ են նաև ընդհատակում գտնվող Փեսան Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը եւ գործարար Սամվել Մայրապետյանը։ Ովքեր մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյան գործի մանրամասներն է ներկայացնում, որ ըստ նրա բացահայտվել է մարտի 1-ի գործի շրջանակում։ Սերժ Սարգսյանը ըստ մեղադրանքի կաշառքը ստացել է 17 տարի առաջ գործարար Սիլվա Համբարձումյանից, նրան պատկանող ընկերության 100% բաժնեմասը ոչ ռեզիդենտ կազմակերպությանը 40 միլիոն դոլարով օտարելու գործարքին չխոչընդոտելու համար։ 2008 թվականի փետրվարին եւ ապրիլին ստացել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերով 2 միլիոն 985 հազար ԱՄՆ դոլար կաշառք, որից 2 միլիոն 660 հազար ԱՄՆ դոլարը կանխիկ, իսկ 325 հազար ԱՄՆ դոլարը անկանխիկ եղանակով։ Ըստ մեղադրանքի նշված գործարքը կնքելու համաձայնություն ստանալու համար Սիլվա Համբարձումյանը դիմել էր այն ժամանակ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին եւ նրա միջոցով այդ մտադրության մասին տեղեկացրել ղեկավարությանը, այդ թվում Սերժ Սարգսյանին։ Վերջիններիս համաձայնությունը ստանալուց հետո գործարարի օգտին հովանավորության դիմաց պայմանություն է ձեռք բերվել նաեւ կաշառքի առարկան տալու շուրջ, որի արդյունքում 2008 թվականի փետրվարի 15-ին գործարար Սամվել Մայրապետյանի միջոցով Սիլվա Համբարձումյանը տեղեկացել է խոստացված գումարից շուրջ 350 հազար ԱՄՆ դոլարի չափով պակաս գումար տալու անհրաժեշտության մասին։ Արդյունքում ըստ կոմիտեի պաշտոնյայի Սիլվա Համբարձումյանը 2008 թվականի փետրվարի 20-ին Սամվել Մայրապետյանի մատնանշած անձին տվել է 2 միլիոն 660 հազար դոլար կաշառքը։ Հետագայում ըստ մեղադրանքի Սերժ Սարգսյանը կաշառքի մյուս մասը ստացել է Փեսայի Միքայել Մինասյանի օժանդակությամբ։ Վերջինս Սամվել Մայրապետյանի միջոցով Սիլվա Համբարձումյանին փոխանցել է Armenia-Wine ՍՊ ընկերության սեփականատեր Վարդգես Վարդանյանի բանկային հաշվեհամարի տվյալները եւ պահանջել, որպեսզի կաշառքի առարկա հանդիսացող գումարի մնացած մասը փոխանցվի տվյալ հաշվեհամարին։ Այնուհետև Սիլվա Համբարձումյանը 2008 թվականի ապրիլի 3-ին եւ 21-ին երկու բանկային գործարքներ կատարելու եղանակով Վարդգես Վարդանյանի բանկային հաշվին փոխանցել է ընդհանուր 325 հազար ԱՄՆ դոլար գումար։ Նշված կաշառքով մեղադրանքի համաձայն հետագայում մարվել են Սերժ Սարգսյանի երթմնակալության եւ դրան հաջորդող օրերի ընթացքում Երևանում կազմակերպված Երևան գունազարդ երկինք միջոցառման, այդ թվում օդապարիկների վարձակալության եւ դրանց սպասարկման ծախսերը։ Բացի այդ, ըստ քննիչի հանցագործության դեպքին առնչություն ունեցող մի շարք անձինք միջոցներ են ձեռնարկել հանցագործությունը թաքցնելու, դեպքի իրական հանգամանքները խեղաթյուրելու, հետքերը վերացնելու ուղղությամբ։ Սերժ Սարգսյանի 325 հազար ԱՄՆ դոլար գումար բանկային փոխանցմամբ տալու ընթացքում տվյալ գործարքի ժամանակ Սիլվա Համբարձումյանի ներկայացված պահանջի հիման վրա վերջինս հայտնել է, որ նշված գումարը փոխանցվում է բարեգործության նպատակով, այնինչ նման պայմաններում նշված հանցագործության մեջ ներգրաված անձինք այդ կերպ նպատակ են հետապնդել խեղաթյուրելու դեպքի իրական հանգամանքները։ Սերժ Սարգսյանը, որ արդեն երրորդ գործով է անցնում, մեղադրանքը չի ընդունում։ Ըստ նրա պաշտպան Ամրամ Մակինյանի, մեղադրանքը իրականությունից կտրված փաստական հիմք չունեցող նկարագրություն է։ Անընդհատ մեղադրանքի վերաբերյալ երևակայական ինչ-որ արձանագրումների վերաբերյալ չէր կարող որևէ մեկնաբանություն անել կամ ցուցմունք տալ։ Դրա մասին ինչը ընդհանրապես իրականության հետ որևէ աղերս չունի եւ չի կարող ունենալ։ Այսինքն պնդում եք, որ ձեր պաշտպանյալը Սիլվա Համբարձումյանից կաշառք չի ստացել։ Ես պնդում եմ, որ քննչական մարմինը այդ փաստական տվյալները Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի տեսքով ունեցել է 2018 թվականի աշնանը եւ 2025 թվականին 7 տարի հետո ես կարդացել եմ ամբողջ գործը, ծանոթացել եմ, որովհետեւ այլ փաստ չի ավելացել, քան 2018 թվականին Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներն են, դա է վերել դատարան ու հարց են բարձրացնում։ Այս անհրաժեշտությունը չեն տեսել 7 տարվա ընթացքում իրավապահ մարմինները եւ հարց են բարձրացնում, ինչի հիմա որոշեցին գործ ուղարկել դատարան։
Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյայի Սարգսյանի մեղադրանքը հաստատվել է Սիլվա Համբարձումյանի հայտնած տեղեկություններով, որոնք ստուգվել ու վերահաստատվել են։ Այսպիսով Սերժ Սարգսյանի մասը ուղարկվել է դատախազին, դատարան ուղարկել է միջնորդությամբ։ Մյուսների մասով քննությունը շարունակվում է։ Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանի եւ Սամվել Մայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց են տրված կալանքը, Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելքը։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ուներ նաեւ Ռոբերտ Քոչարյանը Համբարձումյանից $3 միլիոն կաշառք ստանալու համար։ Քոչարյանը չէր առարկել, որպեսզի իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի ոչ արդարացնող վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։ Տաթև Խաչատրյան, Արման Թովմասյան, Լուրեր։